Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Աստված օգնական Տեր Արմեն։ Աստված բավան, Ժիրայր ջան, ինչպես եք։ Ուրախ եմ, որ Շնորհակալություն անգամ լավ։ մեր տաղավարում եմ Շնորհակալություն։ եւ մտածեք խոսքերը չեմ վերջանար։ Տեսնենք, միջև որ այս հարցը ավարտին հասնի, հույսով ենք շուտով։ Հուսանք, հենց դրա մասին խոսելու ենք, բայց մինչ այդ ուզում եմ սկսենք արդեն որերորդ անգամ վարչապետը մասնակցում է պատարագի, այս անգամ այն տեղի ունեցավ Խաչիկ գյուղում, որը ելի բնականաբար տարբեր շրջանակների կողմից ենթարկվեց քննադատության։ Ես կխնդրեմ, որպեսզի ըստ ձեզ, հա, այսպես նայելով, հետևություններ անելով, այս ամեն ինչի խորհուրդը որն է եւ ուր կարող է այս ամեն ինչը միջև տանել, համեցեք։ Նայեցեք, առաջին հերթին ասեմ, որ այս պատարագը կամ վարչապետի այս մասնակցությունը պատարագին ի դարբերություն մույս պատարագներուն շատ եզակի է։ Եզակի այն իմաստով, որ վարչապետը անշուշտ ես ըստ Էջմիածնի խաղապարներուն է, որ հիմա այս խոսքը գսեմ, վարչապետը ներկա եղավ պատարագի, որտեղ պատարագիչը գարկալույց չէ։ Ներկա քահանան գարկալույց չէ, այնտեղ վարդապետ կա եւ arczepiskopos կա ներկա։ Այնպես որ այս բարակային անոր համար մենք տեսանք, որ Էջմիածին այնտեղ ասերի բան չուներ։ Հիմա առաջին անգամ մենք լսեցինք սրբաբղծություն է, կարկալույծ է, չեմ գիտեր ինչ է, բայց այս բարակային իրենք որևէ մեկ ասերիկ մը չունեցան։ Հիմա նաև այս պատարագը այն ուղղությամբ կարևոր է, որ մենք կտեսնենք, որ վարչապետը գարձեք թե նոր ստրատեգի մը որտեղ գրած է, որ ամեն անգամ մեկ այլ եկեղեցի պիտի երթա, մեկ այլ քահանայի մոտ պիտի ներկայանա պատարագի եւ այս ձևով օղակը պիտի նեղացնեն մայր աթորի շուրջ։ Եվ սա շատ լավ քաղաքականություն է եւ կարծեմ որ սա շատ լավ դեր կհասնի։ Հետո այս պատարագը բացառիկ էր այն իմաստով, որ դեղույն կամ այդ շրջանի առաջնորդը ներկա էր։ Այսինքն եւ մենք տեսանք, որ առաջնորդը դիմավորեց վարչապետին։ Եվ ավելի եզակին այս պատարագի մեջ, որ պատարագի ժամանակ 3 անգամ հիշատակվում է Գդրիչ Ներսիսյանի անունը, որպես Կարեկին երկրորդ հայրապետին մերո եւ աղոթում ենք, որ Աստված երկար կյանք տա։ Այս անգամ այս եկեղեցում զանց արեցին, երևի հասկացան, որ շատ պետք չի աղոթել, որ իրեն երկար կյանք տա, որովհետև երկար կյանքը ուղիղ վարտաբեդություն չի տալիս, ոնց որ մենք աղոթում ենք պատարագի ժամանակ, մենք տեսնում ենք, որ միայն տեղատուրված վարտաբեդություն է տալիս եւ միայն հոգիներ է կանթում ժողովրդի եւ ժողովրդի հավատքն է կանթում։ Հիմա անշուշտ է սա մեծ հարված էր։ Հարված էր այն իմաստով, որ շատ նուրբ հարց է Ժիրայր ջան։ Այսինքն, երբ որ առաջնորդը ներկա եկեղեցվո մեջ երկու քահանաներով եւ վարդապետով եւ այնտեղ չի հնչում Կաթողիկոսի անունը, ինքնաբերաբար սա արտահայտություն է, որ Կարեկին Գդրիչ Ներսիսյան մենք քեզ մերժում ենք, հել գնա։ Սա այդ է նշանակում, Ժիրայր ջան, ուրիշ բան չի նշանակում։ Հիմա շատ լավ քայլ էր, ասիկա շատ լավ քայլ էր եւ ես իսկապես կքաչալերեմ առաջնորդը, որ ինքը այդ հզոր քայլը արավ, որովհետեւ ես գիտեմ, իմացա, որ ինքը դադամսում էր ներկա լինի կամ չլինի եւ այլն, որովհետեւ գիտեք, Էջմիածնում ինչքան վրեժխնդիր են եւ այդ վրեժխնդրությամբ իրենք ամեն ինչ կարող են անել։ Հիմա ես քիչ առաջ այսպես մեր սարգսակի հետ նույն մը խոսեի, գսեի որ այսինքն այս որտեղ հասած է աշխարհի մեջ անարդարությունը։ Տեսեք, անարդարությունը ամեն տեղ սпасելի է, բայց եւ որ անարդարությունը դիրում է մի տեղ, որ իրավունք չունի տեղի ունենալու, ինչպես օրինակի համար մայր եկեղեցին, առաքելական եկեղեցին, որտեղ ինքը գոչված է միայն արդարության քարոզիչ լինելու, դա արդեն մեծ ցավ է պատճառում մեզ եւ մեծ ցավ է պատճառում ժողովրդին հավատացյալներին։ Հիմա եթե մենք մի քիչ հետ գնանք դեր առաջին դերայր որ գարկալույցերին դեր Արամը օրինակի համար ինչ արեց դեր Արամ։
Դեր հարամը պարզապես մի քրարում արեց, որ մեր եկեղեցում դիրում է անարդարություն եւ ինքը գոչ արեց, որ արդարադատություն լինի, համագարկ լինի, որ արդարությամբ դադեն հոգեվորականներին եւ այլն։ Իր մեկ այդ արդահայտության համար գարկալուց արեցին։ Բայց այսօր մենք տեսնում ենք մի դեպք, որը ամբողջ հայ եկեղեցու մագարտագին տարածվեցավ, հայ ժողովուրդը դեղեկացավ, մի անպարոյականությունը, որ բացահայտ ներկայացավ, վիդեոներով, նկարներով, ցայներով եւ այլն, եւ ուր է այդ ծեր արդարությունը։ Ուր է ծեր արդարությունը։ Ես տկնեմ ծեր արդարությունը։ Մինչև այսօր այդ մարդը գբդդում է, կարծեք թե ոչ մի բան չի եղել, կարծեք թե անցրև է գալիս։ Ժիրար ջան, սա ամենացավալին է։ Հետո մեկ այլ ուրախացուցիչ անշուշտ է այս բոլոր իրադարձությունները ինչ որ դեղի կունենան այսօր հայ եկեղեցու մեջ, այո, իրենց ճշտական կողմեր ունեն, ցավալի կողմեր ունեն, բայց ես օրինակի համար երեք եւ որ նայում էի այդ պատարագին եւ նայում էի վարչապետի ներկայության, ազգային ժողովի նախագահի ներկայության, ես իսկապես այնտեղ մի տեսակ sense մի հբարտություն զգացի եւ շատ հուզվեցի։ Այսինքն սա բատմական դեպք է Ժիրայր ջան, սա բատմական դեպք է։ Երկրի վարչապետը, ազգային ժողովի նախագահը, նախարարները ներկա սուրբ պատարագին ծնկաչոք աղոթում են, սա եզակի մեկ դեպք է, ես պատմության մեջ մեկ ուրիշ տեղ չեմ կարդացել։ Սա ուրեմն սա ուրախացուցիչ է մեզի համար, որ դա նշանակում է, որ այո, մեկ կողմից մեզ ցավ է պատճառվում, որ մենք գործնում ենք արժեքներ, որոնք կարծում էինք, որ մենք ունեինք, մենք կարծում էինք, բայց իհայտ եկավ, որ այդ արժեքները չգային, բարձավես մենք ինչ որ մի հեքիաթ էինք սարքել մեզ համար, որ գոչվում է մայրատորի եկեղեցական համագարկ, հայրաբեդ, եպիսկոպոս, այս սա ելա պուջ։ Այսօր հավատացյալները դիմում են ինձ եւ ասում են դեր մենք էլ չենք ուզում բادرակի գնալ, որովհետեւ փաստորեն որտեղ որ գպչում են կամ որտեղ որ փորձում են անդրադառնալ, այնտեղ քարշահոտություն է գալիս։ Խոսքը եպիսկոպոսների բարձրաստիճան հոգեվորականների մասին միայն չէ։ Խոսքը նաեւ մույս քահանաների մասին է, որոնք այսօր իրենք չեզոքացած են, ստրգացած են եւ համարձակություն չունեն իրենց պերանները բանալու։ Եթե գուսագրոնը խախտել է իր գուսագրոնության ուխտը, ամուսնացյալ քահանաներն էլ խախտել են իրենց ամուսնության ուխտը։ Ես շատ դեպքեր գիտեմ, Ժիրայր ջան։ Ես դեպքեր գիտեմ, որ երիտասարդ աղջիկը գնացել է ծնկաչոք քահանային արչև խոստովանություն է արել, եւ որ աղջիկը ոտքի է հելել, քահանան փորձել է իրան պաչել։ Սրանք նոր դեպքեր չեն, սրանք հին դեպքեր են, բայց մենք այս ամեն ինչը բահել ենք մեր սրտում, անցյալ անգամ էլ ասեցի քեզ Ժիրայր ջան, մենք դրակում էինք արդեն, մենք դրակում ենք, որտեղ ելք չկա, բայց մենք հիշում ենք նաև Սուրբ Գիրքի խոսքը, երբ որ Աստված թույլ է տալիս, որ բացահայտումներ լինեն, այդ բացահայտումները իշինություն եկեղեցվո է։ Մենք մինչև հիմա Պողոս Արաքյալը ասում է, որ ամեն ինչը մենք հիմա տեսնում ենք հայելու ընդմեջ են, բայց ասում է, որ անշուշտ խոսքը երկնքի մասին է, որ մենք պիտի կա ժամանակ, որ ամեն ինչը պիտի տեսնենք դեմ արդեմ, եւ ես դա վերլուծելով այսօրվա իրադարձություններին, մենք ամեն ինչ տեսնում ենք հայելու մեջ եւ չէինք պատկերացնում, որ ներսը ինչ բդածություն կա։ Այո, մենք գիտեինք բդածություն կա։ Մենք շատ բան էինք լսել, շատ բան գիտեինք, բայց այդքան շատ է։ Այդքան իսկապես շատ է։ Սա ուղղակի ամոթից պետք է մենք մեռնենք։ Ոչ թե միայն այդ մեղք գործողները կամ այդ անփարոյական անձինք, որոնք մինչև հիմա ֆրֆրում են, մենք որպես հոգևորականներ պետք է մենք մեզ թաղենք, որովհետև մեր բադիվը եպիսկոպոսն է, մեր բադիվը կաթողիկոսն է, եւ որ եկեղեցու գլուխը փդած է, մենք ինչի վրա ենք հենված։ Բայց բարք ենք տալիս Աստծո, որ այսօր մենք ունեցանք մի կառավարություն, ունեցանք մի վարչապետ, որը
ինչ էլ ուզում են ասեն, ինչ էլ խոսեն, չգիտեմ, չեմ ուզում անդրադառնալ այն ինչին, որ իրենք այս վարչապետի մասին են խոսում։ Ես օրինակի համար հարցրել եմ մի քանիսներին, որոնք ասում են, այս վարչապետը, այս ասում եմ, մի բան ինձ ասեք, որովհետեւ ես համոզվեմ, որ ձեր ասածը ճիշտ է։ Մի հատ աբացույց չեն կարողանում տալ, բայց ես 100 աբացույց ունեմ, եւ այսօրվա աբացույցը մեծակույն աբացույցն է, որ երկրի վարչապետը հայ առաքելական եկեղեցու մեջ իր հետ եղած իշխանությամբ միասին ձնգաճոք աղոթում են, մեղա Աստուծո են ասում։ Դուք մեղա Աստուծո ասել եք, հոգևորականներ։ Դուք երբևիցե մտածել եք ձեր խորանին արջև տեգուս, ձնգի կալ եւ մեղա Աստծո ասել ոչ։ Երբևիցե դուք բادرակի ներկա լինելով հաղորդություն ստացել եք, ել չասեմ ձնգաճոք աղոթելու մասին, ոչ։ Թող մեր ժողովուրդը, որոնք գնում են եկեղեցի, թող իրենք ասեն, մի օր տեսել են այնտեղ դասի մեջ գտնվող կահանան կամ եպիսկոպոսը մոդենա հաղորդություն ստանա բادرակի ժամանակ, ոչ։ Այս մարդիկը անհավատ են, սիրելի ժիրայ։ Այս մարդիկը իհայտ եկավ, որ ների ջուդերն են, ասոնք ների դրածոն են, որբեսի հայ եկեղեցու արմատները խալխլեն, որբեսի հայ եկեղեցու հավատքը գործընծնեն եւ ստացվեց իրենց մոտ, որոշ տեսակով ստացվեց։ Այո, ամեն ինչը կարող ենք վերագառուցել, բայց այսօրվա երիտասարդության մեջ մանավանդ դու ոնց կարող ես այս վստահությունը անգամ եւս վերականգնել։ Գործվեց այդ վստահությունը։ Ինչ պետք է անես, որովհետեւ կարողանաս այս երիտասարդը այսօր ներգրավել։ Մեծահասակների մասին չէ խոսքը։ Մեծահասակների մեջ այդ հավատքը արմադացած է։ Այսօր վաղը գմորանան գանցնին նոր կաթողիկոսի հետև կգնան գշարունակեն իրենց եկեղեցի, բայց երիտասարդներուն ինչ պիտի անեն։ Տեր Արմեն, վաղար շաբաթում ընտրություններ տեղի ունեցան, որտեղ հաղթանակ տարավ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը անդրադառնալով ընտրություններին նաև խոսեց կտրիչ Ներսիսյանի մասին։ Ինչ է կարծում, այդ ընտրություններում հաղթանակը ել ավելի շատ, այսպես ասենք, վստահություն է հաղորդում իշխանությանը նրա նկատմամբ գնալ ինչ-ինչ ավելի առարկայական գործողությունների։ Բնականաբար, որովհետև այս ընտրություններով ապացուցվեց, որ վարչապետը իր կառավարությամբ, իր գուսակցությամբ միասին իրենք ունեն մեծամասնությունը ամենտեղ։ Եվ սա վաղարշաբեդի մեջ ապացուցեցին, որ կառավարությունը այսօր նաև ընդեղ աչագիծներ ունի եւ այնտեղ նաև զորագիծներ ունի։ Եվ եթե ժամանակին անհնար էր, այսօր հնար է։ Այսօր ժողովուրդն էլ ապացուցեց, որ ինքը վարչապետի կողքին է։ Եթե իսկապես վարչապետը հարցակվում էր, ոնց որ իրենք ասում են, հարցակվում է եկեղեցու վրա, էջմիածինցիները քվեական պիտի չընտրեին, բայց էջմիածինցերը հասկացել են, որ վարչապետի ցավը ոչ թե եկեղեցին է, վարչապետի ցավը, այսինքն ուզում եմ ասել, հարցակում կոչված ցավը ուղղակի այնտեղ այդ աթորը սպառեցնող այդ մարդն է, որ բղծած է հայ եկեղեցին, ոչ թե միայն ինք, այլև իր բենդեն։ Եվ այսօր ես ուրախ եմ նաև, որ լսում եմ, որ կան եպիսկոպոսներ, որոնք միացած են եւ կուզեն լուծում գտնել այս հարցին։ Այո, իրենք ալ բաց տողումներ ունեն, ամեն մեկը անցյալ ունի, ամեն մեկը պատմություն ունի, բայց չգիտեմ ով էր ասեց, մեկը ասեց, որ ավելի լավ է հիմա դուք դեմ հելեք եւ փորձեցեք այս աթորը մաքրել, քոնե ժողովուրդը ցեզ գների, որովհետեւ ծեր բացերը այլևս ծածկելու չեն, ծեր ամոթները ծածկելու չեն, ավելի լավ է դուք խոստովանեցեք, գետ մի անգամ, եւ ժողովուրդը ցեզ ներելու է։ Ինչ պիտի անեն, ինչ պիտի անեն ցեզ, պիտի ծեր բացերը դան, իրենց բացերը մինչև վաղը, եթե խոսենք չեն վերջանա։ Քոնե դուք այս բարակային կետ եթե հոգևորական որպես չեք կարող հոգևորական գտնվել, կետ մի անգամ, կետ տղամարդ գտնվեցեք։ Դղամարդ գտնվեցեք եւ արտարությունը բարձրացնեցեք, ասեք այ ախպեր հերիկա, մեր կյանքը գերար, ինչ ես ուզում։ Այնուամենայնիվ կտրիչ Ներսիսյանը չի հեռանում եւ նա շատ հաճախ հայտարարություններ են տարածվում այրաթորից, կոչ անելով էլի համախմբվել, պաշտպանել, չգիտեմ, հոգով ամուր մնալ, բարդ ժամանակներ են Իսկ կանցել։
ով է նրա հետ, ով է նրա հետ։ Այսօր իր հետ 2-3 եպիսկոպոս է մնացել։ Այդ բոլոր եպիսկոպոսները Իրանից քաշվել են։ Երկու-երեք եպիսկոպոս կա իր գողքը, որ իրանք էլ պիտի գնան, գիտեն որ պիտի գնան։ Գդրիչն էլ գիտի որ պիտի գնա։ Նրա համար ասելա որ մինչև վերջին գաթիլ արյուն պիտի պայքարեմ։ Եղբայր, ամոթ ինչ վերջին գաթիլ։ Ով է եկել քեզ փանագել որ դու մինչև վերջին գաթիլ արյուն։ Կամ թե ուզում ես արյուն աղեղության գնաս, ոնց որ դերասողիկներ ասում։ Ասում էր, եթե քանս դեղ արյունահեղություն կլինի, չհասկացանք դուք հոգևորական եք, խուլիգան եք, մաֆիա եք, ինչ եք որ արյուն դեղի ունենա։ Վարչապետը ցեզ ասում է աղոթքով, սիրով այս ամեն ինչը պիտի դեղի ունենա, դուք ասում եք մինչև վերջին գաթիլ։ Ես հույսով եմ, որ այս հարցը ես կարծում եմ, որ ավարտին հասա։ Այսինքն երեկվա բադարակը որ դեղի ունեցավ եւ եպիսկոպոսի այդ քաչությունը կարծում եմ պիտի քաչալերե նաեւ մույս եպիսկոպոսներին որ իրենք էլ քայլ առնեն այսինքն ինչ պիտի անեն Ջերար ջան գարկալուց պիտի անեն ինչի համար գարկալու թողանի էլ ոնց որ վարչապետը ասում է ինքը արդեն այլևս կաթողիկոս չէ եւ եթե դու կաթողիկոս չես դու չես կարա ոչ մեկին գարկալուծանես եւ քո գարկալուծումը արդեն անվավեր է որովհետեւ դու խախտել ես քո գուսագրոնությունը խախտել ես քո մարդկային արժեքները խախտել ես քո հայրական բարդականությունը քո երեխաների նկատմամբ եւ այնպես որ ինչից ենք վախենում էսա ես միևնույն հարցն է այստեղ 1 տարի առաջ մի գդոր թուղթ գրեցին որ գարկալուծը ինչ եղավ Մենք մեր ժողովրդի հետ ենք, մեր եկեղեցու մեջ ենք, իմիջայլոց ասեմ, որ ես 20 տարի է այս մարդու անունը բادرակին չեմ հիշում, 20 տարի է, որովհետև ինքը արժանի չի իր անունի հիշատակելու։ Եվ պարկասով, որ այսօր Հայաստանում էլ հասկացան, որ իր անունը հիշատակելու անուն չէ, եւ չեն հիշատակում։ Եվ ես գոչ եմ անում, անգամ եւս Ժիրայր գոչ եմ անում մեր բոլոր հոգեվորականներին, մեր բոլոր քահանաներին Կոնե ծեր այմարդ խիղճ չունեք, այսին օքեյ դուք ապահովել եք ծեր ընտանիքի գարիքները եւ այլն, բայց խիղճ չունեք, չեք մեղքանում այս ժողովրդին։ Այս ժողովուրդը ցես չի հետաքրքրում։ Դկած ունեք այս ժողովրդի վրա։ Այմարդ միտեղ չհասակ, որ ասեք հերիքա էլի։ Հերիքա այս ժողովուրդը իրավունք ունի, իր իրավունքն է ունենալու արտար հովիվ, իր իրավունքն է ունենալու հավատացյալ կաթողիկոս իր իրավունքն է ունենալու աղոթող եկեղեցի, ինչ որ չունի, բաց թողեք, հերիքա, էլ մարդկանց միջև երբ կարող եք այսքան մոլորեցնել, ես զարմանում եմ անգեղծ ասած, որ մինչև այսօր մեր ժողովուրդը քրիստոնյա է, ես զարմանում եմ, որ քրիստոնյա է, այդքան բաների ագանադես, եթե մեր ժողովուրդը դակավին հավատքի մեջ է, Դագավին հայ ярակելական եկեղեցվոս զավակ է ինքզինքը գոչում եւ դագավին քրիստոնյա է անվանում ինքզինք եւ ապրում է նրանով գեցե մեր ժողովուրդը սա հրաշք է Կարծում եք չհեռանալու հնարավորություն նա չունի երբեմն էլ պիտի մենք սովորենք այս աշխարհից էլ բաներ պիտի սովորենք այսինքն վարչապետի ցերկը շատ լավ հնարավորություններ կան, որ այս մարդուն ուղղակի դուրս է տուն, վերջերս Հնդկաստան գնաց, ինչի գնաց Հնդկաստան, գնաց հավանաբար վերջին գոբեկները, վերջին տրամները հավաքե, որբեսի հանգարց է, որ ինքը ատորանք լինի եւ այլն, այնտեղ հանգարց բան չգործընծնի։ Այսինքն ես էլի նամակ գրեցի վարչապետին, եւ որ ինքը Հնդկաստան գնաց, ասեցի բարոն վարչապետ, շատ հեշտ է, persona non grata, ինքը էլ վերադառնալու իրավունք չունի Թող գնա իր աղբոր մոտ գնա, թող ուր ուզում է թող այդքան փող ունի, եթե պետք ունենա էլի իրան փող գուղարկենք, եթե չհերիքի փողը էլի գուղարկենք, եթե մի բան մոռացել է մայրատորից դանի, մենք էլի գուղարկենք նա, միայն թող գնա, չի անում վարչապետը, չի անում, ուզում է սիրով, աղոթքով, համբերադարությամբ, այո լինելու է, հասնելու ենք մենք այդ նպատակին, բայց ախր ինքը ասեց վարչապետը, որ ամեն մի րոպե, որ գդրիչը մնում է այնտեղ, բղձվում է եկեղեցի, ամեն մի րոպե այնտեղ մնալը բղձություն է, հայ մարդ դարեք, Շնորհակալ եմ Տեր Արմեն շնորհակալություն Ջերայր, շնորհակալ
Զրուցակիցս Վարնայի հոգևոր հովիվ տե Շարմեն Քահանա Մելքոնյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։